Բարև ձեզ, Լուսինե Հակոբյան, Իրավունքի Եվրոպա միավորում, ես եւս ողջունում եմ այս կարևոր ծրագրի մեկնարկը եւ ուրախ եմ տեսնել մեր վաղեմի գործընկեր իրավաբանների հայկական ասոցիացիային այս ծրագրի այսպես հուշագիրը ստորագրողներից ես կուզեի այսպես շարունակել պարոն փոխնախարար ձեր միտքը եւ ասել, որ իրապես ազդարարման համակարգի կարևորությունը գիտակցելով հանդերձ եզրը շատ նուրբ է եւ իսկապես պետքա թույլ չտալ եւ քննարկում ծավալել նաեւ զսպումների մեխանիզմների շուրջ, որպիսի հնարավորություն չտրվի ազդարարումը վերածել տարբեր զրպարտագրերի մեխանիզմների, տարբեր ինստանցիաներում եւ այլն եւ ճիշտ է քրեական օրենսգրքում կա սուտ մատնության հոդվածը, բայց դուք նշեցիք դրան կարող են լինել անանուն, դրան կարող են նաեւ ամրապնդված լինել անձի հեղինակությամբ եւ չլինել անանուն եւ հետեւաբար իսկապես կարեւոր է զսպումների եւ հակակշիռների շուրջ լայն քննարկում ծավալել եւ այդ հնարավորությունները եւս սահմանափակել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Եթե այլևս կարծիքներ չկան, արդեն ամփոփենք պարոն Կարապետյան։ Շնորհակալություն։ Ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս միջոցառումը հիրավի բովանդակային եւ մասնագիտական քննարկում տրանսֆորմացիա անելու համար, շնորհակալություն մեր մոդերատորին դրա համար։ Այսօր ինձ թվում է ամենակարևոր եզրույթը, որ հնչեց, դա երկու եզրույթների համախումբ է, մեկը հնչեցվեց Տիկին Սողոմոնյանի կողմից, այն է մեր մշակույթում գործ տվողի այսպես եզրույթի լայն շրջանառում եւ ընկալում ունենալը եւ մյուսը թվային ցուցանիշներն էին, որոնք պարոն Խուրշուդյանը հնչեցրեց հանրային հարցումների արդյունքում, որը ցույց է տվել 57% հանրության մոտ գոհունակություն այսպիսի ինստիտուտ ունենալու, սակայն 6% անձնական ներդրում այդ գործընթացում ունենալու համար։ Ես կարծում եմ, որ այս մեկ տարվա ծրագիրը, որ մենք ամփոփելու ենք, պետք է հենց թիրախ ունենա այս երկու եզրույթները սերմանելու, այսինքն ջնջելու այդ ազդարարի եւ գործ տվողի միմյանց կապելու նույնականացման գաղափարը եւ այս ցուցանիշը պետք է ունենա ճիշտ հակառակ դրսևորում։ Կարծում եմ մեր թիրախը հենց դա պետք է լինի, որ 57% պետք է ընկալի, որ իր անուղղակի մասնակցությունն է պահանջում այս ինստիտուտի կայացումը, հանրության անուղղակի եւ պրոակտիվ մասնակցությունն է պահանջում առհասարակ պետական հակակոռուպցիոն քաղաքականության իրականացումը եւ ընդամենը 6% քաղաքացիների սեգմենտ պետք է ունենանք, որ պետքա չընկալի սա դեմ լինի կամ նեյտրալ լինի այս երևույթին։ Ես կարծում եմ մեր թիրախը հենց այս ցուցանիշների տեղադիրքի փոփոխությունը պետք է լինի։ Ես շատ կարևորում եմ, որ մենք այսօր հնարավորություն ունեցանք խոսելու ոչ միայն այս հանրային արշավի բաղադրիչների նպատակների մասին, բայց նաև հնարավորություն ունեցանք քննարկել այն գլոբալ իրավական եւ ինստիտուցիոնալ հենքի փոփոխությունները, որը մեզ սպասում են։ Այո, նշեցինք կրկին անգամ ես դա ընդգծեմ, մոտակա 1 տարվա ընթացքում թե այս ինստիտուտի ուրեմն լիազորությունների շրջանակը պետք է վերանայվի, թե ազդարարման ուրեմն շղթայի բաղադրիչները պետք է ընդլայնվեն, թե պետք է ՄԻՊ-ի ինստիտուտի, Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի լիազորությունները ընդլայնվեն ազդարարման պաշտպանության մեխանիզմի վերահսկողության վերաբերյալ եւ թե այս ամենը ամփոփելով եւ համապարփակելով տանենք դեպի մեր միջազգային պարտականությունները, այսօր մեր միջազգային գործընկերները նշեցին, ՏՀԶԿ մեր 5-րդ շրջափուլով ներկայացված
ուրեմն ռեկոմենդացիան Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի Գրեկոյի երկրորդ շրջափուլով մեզ ներկայացված ռեկոմենդացիան, որոնք ըստ էության նույն բանի մասին են խոսում, որ այո համակարգը տեղում է, որը պահանջում է հետագա զարգացում։ Մենք այսօր արդեն ցենց հպանցիկ քննարկման ընթացքում մեր միջազգային փորձագետի ուղղորդմամբ լսեցինք այն ուղղությունները, որ հենց հիմա մենք բաց ունենք։ Օրինակ, հենց նոր նշեց կրկնեց Տիկին Սողոմոնյանը, ազդարարում հանրությանը եզրույթը սարքել առաջնային կիրառման հնարավորության մեխանիզմ, այնինչ մեր օրենսդրությունով դա երրորդ փուլի հնարավոր տարբերակ է ողջ ներքին եւ արտաքին ազդարարման հնարավորությունները անցնելուց հետո շատ կարևորվեց այստեղ եւ լուրջ քննարկում կազմակերպեցինք նաեւ այդ փոխհատուցման ինստիտուտի վերաբերյալ հասկանալի է որ սա շատ սենսիտիվ թեմա է պահանջում է շատ լուրջ հետագա քննարկումներ զսպման մեխանիզմները Տիկին Հակոբյանը նշեց, որ կարևոր է մեկտեղել, երբ որ այս զարգացումները փորձելու ենք ներդնել եւ այլն։ Ես հույս ունեմ, որ այս մոտակա 12 ամիսները, որ մեզ սպասվում են, թե հանրային այս ներգրավվածության, մեր ազդարարման ցուցանիշների բարձրացման, թեև այս ինստիտուցիոնալ եւ օրենսդրական բարեփոխումների տեսանկյունից լինելու են շատ արդյունավետ եւ մեկ տարի անց մենք արդեն այս նույն կազմով կհավաքվենք եւ կամփոփենք մեր ուրեմն արդեն գրանցած հաջողությունները։ Ես եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին, բոլոր հյուրերին ժամանակ տրամադրելու եւ այստեղ գտնվելու համար, մեր միջազգային գործընկերներին թե իրենց գլոբալ աջակցության, թե այսօրվա միջոցառումը կազմակերպելու համար, մեր միջազգային փորձագետին հերավար մեզ միանալու եւ շատ կարեւոր դիտարկումներ անելու համար եւ իհարկե մեր թարգմանիչներին, առանց որոնց մեր այսօրվա միջոցառումը շատ դժվար կլիներ կազմակերպել։ Շնորհակալություն բոլորին։